Արժի սրտանց ասել Փառք Հիսուսին։ با تمام دل و روح بگویم شکر بر عیسی مسیح Որ մենք հիմա հավաքվել ենք ստեղ, սա Աստծո շնորհն է։ که ما اینجا جمع شدیم این فیض خدای بزرگه Որտեղ Աստված սիրում է մեզ։ برای اینکه خدا ما را دوست داره Դրա ապացույցը վառ խաչն է։ و موجب این صلیب عیسی است. Մարդիկ այսօր ուզում են իրար կյանքը փոխեն։ مردم میخوان که امروز زندگیشون رو عوض بکنن. Դուք եք չէ՞ ուզում ձեր կյանքը փոխվի։ شما میخواین زندگیتون عوض بشه؟ Որտեղ մենք բոլորս էլ այս կյանքից շատ բաներից հոգնած ենք։ برای اینکه ما بیشترمون از این زندگی خسته شدیم. Ոմանք միջոցներ են փնտրում իրար կյանքը փոխելու։ بعضی ها موردهایی چیز میکنن که زندگیشون عوض بشه. Ուզում են ավելի Աստուն հաճելի կյանքով ապրենք։ میخوان خدا را خوشنود بکنن. Գիտեք դուք երևի շատ པարզ կլինի ձեզ համար, երբ որ դու հանդիպեք մի հիվանդանոցում, հիվանդանոցի շենքին եւ այդ շենքի վրա գրված է, այդտեղ ատամներ են բուժում։ خیلی روشن میشه که شما یه بیمارستانی بروین که در اونجا نوشته اینجا دندانه ها رو شفا میدن. Մի ուրիշ շենքի մոտ կարող ես կանգնես եւ կարդաս, այստեղ սիրտ են վիրահատում։ در یه جلوی ساختمان دیگه باشین که بگن اینجا قلب رو جراحی میکنن. Մի ուրիշ տեղ կարող է հանդիպես, ասես այստեղ թոքերն են բուժում։ یه جای دیگه شش ها رو جراحی میکنن. Եվ այդպես շարունակ։ و اینطور ادامه پیدا کنه. Բայց դու երբեք չես տեսել մի շենքի վրա, որ գրված լինի այստեղ վիրահատում են նախանձություն։ ولی در هیچ جای شما نمیبینید که اینجا حسادات رو جراحی میکنن. Իսկ մի ուրիշ շենքի վրա գրված լինի այստեղ վիրահատում են նախանձություն։ Նոր ասեցի թե اساسی ասեցի։ Մի ուրիշ հիվանդություն, այսինքն էլի հոգեվոր Ագահություն. կատաղություն, բարկություն, یا مثلا عصبانیت، طمعکاری از این چیزای جراحی میکنن. եւ վերջապես و بالاخره մարդը միշտ ուզում է, որպեսզի իր մեջ նախանձություն չլինի։ انسان میخواد که در بین خودش حساداتی وجود نداشته Մենք باشه. շատ ժամանակ կանգնում ենք փաստերի առաջ, որտեղ մենք բարկանում ենք, զայրանում ենք, ما بیشتر وقت در مواردی پیدا چیز میشیم که عصبانی میشیم. եւ ուզում ենք այդ վիճակներից ազատենք։ ما میخوایم از این وضع آزاد بشیم. Եթե դու ուզում ես փոխել քո կյանքը, اگه تو میخوای زندگی خودت عوض کنی դու պետք է փոխես նախ քո սիրտը։ باید اول دلت رو عوض کنی. Այսօր շատ կարևոր է, որտեղ մարդու սրտից, ինչպես Արաքած գրքում կարդում ենք, ամեն բանից առաջ զգուշություն արա քո սրտին։ برای اینکه در کتاب امثال نوشته شده از همه چیز متوجه مراقب دلت باش که از اونجاست چیز Որովհետև زندگی. սիրտը սրտից է դուրս գալիս կյանքի աղբյուրները։ برای اینکه ادامه زندگی ما از دل ماست. Այսօր պահպանել սիրտը շատ կարևոր է։ امروز نگاه داشتن دل خیلی مهمه. Եթե իհարկե ուզում ես կյանքդ փոխվի դեպի դրական, اگه میخوای که زندگی تو به سوی خوبی به سوی مثبت پیش بره. Աստվածաշնչում մի հոյակապ մարդու մասին է գրված, որը թագավոր էր Իսրայելի երկրորդ։ در کتاب مقدس درباره یه شخص مشهوری نوشته شده که پادشاه بود. Նրա անունը Դավիթ էր։ اسمش داوود بود. Նա մի ժամանակ եկավ, որ շատ պարապ էր, անգործության մատնված էր։ در یه وقت اومد که اون مثل که بیکار بود، کاری نداشت Եվ հելավ կտուրը տանիքի վրա و بالای پشت بام شد و در پشت بام մի գեղեցիկ կին տեսավ, یه زان زیبایی را دید այդ կինը իր ամենահավատարիմ ծառայի կինն էր։ و این زن یکی از خدمتکاران با وفای خودش بود. Քանի որ Դավիթի սիրտը այդ ժամանակ չարության մեջ էր, چندی که دل داوود در شرارت بود ինքը չնայեց, որ դա իր հավատարիմ ծառայի կինն է, նա نگاه نکرد աշտակեց که նրան։ زن خدمتکار وفادار خودش بود. Մաքուր սիրտ ունեցողը այդպիսի բան չի անի։ اون که دل تمیزی داشته باشه این کار رو نمیکنه. Դրա համար 51-րդ Սաղմոսի մեջ برای اینکه در مزمور 51 Դավիթը զղջում ապրում։ توبه میکنه داوود. Նա հասկանում է իր սխալը։
خود غلط اشتباه خودش رو در میابه Նա հասկանում է, որ շատ մեծ մեղք կա գործել։ Իր հարազատ ընկերոջ կնոջն է հափշտակել։ و اون فهمید که گناه خیلی بزرگی مرتکب شده و زن خدمتکار با وفای خودش را برداشته Նա պատրաստ էր հրաժարվելու թագավորությունից։ اون حاضر بود که از پادشاهی دست بکشه Նա պատրաստ էր շատ նույնիսկ կարող է հոժարություն ունեցալ բերդ նստելու իր սխալի համար։ شاید لازم بود که اون حاضر بود که زندان بنشینه برای غلطی که کرده گناه Բայց ինքը Աստուն էսպես է հաղորդում։ ولی اون پیش خدا اینطور دعا کرد 11-րդ խոսքը կարդամ։ کارتا ترک کنم چون Որ Սուրբ Հոգին ինձնից մի արի։ روح القدس تو رو از من نگیر Ինչի Դավիթը խնդրեց, որ Սուրբ Հոգին իրանից չառնի։ چرا داوود خواست که روح القدس را ازش نگیره Որտեւ եղբայրը երբ որ խոսում էր Սուրբ Հոգու մասին, Սուրբ Հոգին է մարդու սիրտը փոխում, որ մարդը դառնա նոր մարդ։ برای اینکه وقتی برادر درباره روح القدس صحبت میکرد روح القدس است که خاصیت و چهره انسان رو عوض میکنه Առանց Սուրբ Հոգու դու նոր մարդ չես կարա դառնաս։ بدون روح القدس تو آدم تولد تازه نمیتونی Սուրբ Հոգին է որ քեզ նոր մարդ է دարձնում։ روح القدس است که تو رو آدم Դավիթը تازه տխուր էր այդ պահերի մեջ։ داوید در این زمان خیلی رنجیده Ինչի, بود որտեւ նա հասկանում էր իր մեղքի ծանրությունը։ ولی خودش میفهم که گناهش خیلی بزرگ بود Նա հասկանում էր, որ իր եւ Աստծո առաջ պատ է դրած։ و میدونست که بین خودش و خدا دیواری وجود داره Նա գիտակցում էր, որ ինքը այդ պատը չի թողում հաղորդակցվի Աստծո հետ։ و خودش میفهمید که این دیوار گناه بود که نمیذاشت با خدا ارتباطی داشته باشه Նա ուզում էր այդ պատը քանդվեր։ و میخواست که اون دیوار کنده بشه Դրա համար ասում էր, քո Սուրբ Հոգին ինձնից չառնես։ برای این میگفت که روح القدس رو از من نگیر Նա տխուր էր, որտեւ Աստծո հետ այլևս շփում չուներ։ اون خیلی ناراحت بود غمگین بود که خدا روح القدس رو ازش نگیره Այսօր շատ մարդիկ տխուր են, երջանիկ չեն, որտեւ Աստծո հետ ոչ մի կապ չունեն։ امروز خیلی مردمان ناراحت و غمگین هستن برای اینکه با خدا هیچ رابطه ای ندارن Նրանք փորձում են տարբեր մեթոդներով իրանց ուրախությունը լցնել։ اونا امتحان میکنن با متدهای مختلف خودشون رو خوشحال بکنن Մարդիկ օգտագործում են ալկոհոլ, مردم از الکل استفاده میکنن որպեսզի ուրախություն ունենան։ که خوشحالی داشته باشن Մարդիկ նարկոտիկ են օգտագործում, نارکوتیک مواد مخدر چیز میکنن բայց դա ժամանակավոր սուտ այդպես խափուցիկ երևույթ է։ که چیز موقتیه Իրական ուրախությունը Սուրբ Հոգու մեջ է։ خوشبختی و خوشی واقعی در روح القدس است Եվ նա հավիտենական ուրախություն է տալի و մարդուն։ اون خوشی جاودانی است Տեսնում եք, փոխվելով քո սիրտը, դու փոխիր քո սիրտը եւ կփոխվի քո կյանքը դեպի դրական։ با وسیله روح القدس دلت عوض کن و زندگیت عوض میشه Եթե դու ուզում ես Աստծուն տեսնել, اگر میخوای خدا رو ببینی Աստված ունի լավ խոստում։ خدا وعده‌های زیادی داره Մատթեոս ավետարան 5-րդ գլուխ 8-րդ խոսք։ انجیل متی باب 5 گفته 8-ը։ کلام آیه 8 تو کارتا است کارتا Երանի հոգով Երանի սրտով մաքուրներին, որոնք Աստված կտեսնեն։ خوشا به حال فروتنان اونا که دل خوشی دارن که اونا خدا رو میبینن Տեսնում եք, այսօր Աստված ինչ երանելիություն է տալիս սրտով մաքուրներին։ خدا چه خوشی هایی به اونایی که دل مقدس دارن افاضه میکنه Ինչքան կարևոր է որ մարդը ունենա մաքուր սիրտ։ چقدر مهمه که ما دل تمیزی داشته باشیم Մարդիկ այսօր չունեն մաքուր սիրտ։ مردم امروز دل Դրանց تمیز սրտերը կեղտավորությամբ լցված է։ با دورویی و تزریق پر شده دلشون Եղել է, ես այդպիսի օրինակներ գիտեմ, երկու հարազատ ընկերներ են եղել։ شده که دوتا به عنوان دوتا رفیق صمیمی بودن Շատ մոտիկ իբր թե, خیلی نزدیک بودن یعنی خیلی نزدیک بودن با هم دیگه բայց այն ընկերը շուշուտ գնացել է այդ ընկերոջ տուն։ ولی یکی زود رفته خونه دیگری
Բայց նպատակը որն այլ է։ ولی هدفش چی بود؟ Ընկերոջ կնգան հապշտակելա եւ տարելա ուրիշ երկիր։ زن رفیقش رو برداشته و به کشور دیگه رو بوده. Տեսնում եք, ընկերը չի գիտակցում, այդ մարդու սրտի մեջ ինչ կա։ ولی رفیق نمی‌دونه که در دل اون آدم بخیل چه Մենք էլ بود. չգիտենք, թե մեր շրջապատում եղած մարդկանց սրտի մեջ ինչ կա։ ما هم نمی‌دونیم که در دل مردمانی که در اطرافمون هستن چی وجود داره. Բայց Աստված գիտի։ ولی خدا می‌دونه. Նա ուզում է իմ ու քո սիրտը փոխի, اون می‌خواد دل ما رو عوض بکنه. որpեսզի ես քո տունը մտնեմ մաքուր սրտով, که من در وارد خونه بشم به خونهشون با دل تمیز. դու իմ տունը մտնես մաքուր սրտով։ تا هم وارد خونه من بشی با دل تمیز. Ես մաքուր սրտով քեզ նայեմ, بی ریا با دل بی ریا بشی. եւ دու ինձ մաքուր սրտով و նայես։ تا هم به من Այս է իրական սերը։ و این ایران ընկերությունը։ محبت حقیقی اینه. Եվ մանավանդ Աստված խոստում է տալի։ Երանի նրանց որ մաքուր սիրտ ունեն, որոնք Աստծո կտենան։ و خدا وعده داده اونا که دل بی ریا دارن اونا خدا رو میبینن. Դու ուզում ես մաքուր սիրտ տենանաս։ میخوای دل بی ریا تمیز Ուզում ես Աստծուն տենաս։ میخوای خدا رو ببینی. Իհարկե, շատ հաճելի է։ Ամեն մեկին տրված չի Աստծուն տենան, به همه داده نشده که خدا رو ببینن. բայց մաքուր սիրտնոցերները Աստծուն տենալու են։ ولی اونایی که دل بی ریا و Եվ تمیز دارن հավիտյանս Աստծո հետ են ապրել։ خدا رو میبینن و جاودان با خدا زندگی خواهند کرد. Մաքուր սիրտնոցը չի նախանձում։ اونی که دل بی ریا داره بخیل و حسود نیست. Մաքուր սիրտնոցը շնությամբ աշկերով չի լցվում։ اون که بی ریاست با دل بد به خانواده نگاه Շնչան نمی‌کنه. աշկեր չի ունենում։ نه، այո. Մաքուր սիրտնոցը չի բարկանում, չի այդպես վիրավորում դիմացինին։ اون که دل تمیز داره دیگر رو نمیرنجونه عصبانی نمیکنه. Նա որ մաքուր սիրտ ունի, աղոթում է իրեն վիրավորողների համար։ اون که دل تمیز داره برای اونایی که خودشون رنج دادن رنجوندن براشون دعا میکنه. Մենք ունեցել ենք իհարկե ինքը Ռուսաստանում էր ապրում, մեր ավակ եպիսկոպոսն այլ է Վիկտոր Իվանովիչ Բելիխը։ ما داشتیم برادران ارشدی که امروز در روسیه زندگی میکردن. از برادران ارشد ما ویکتور برلیخ بوده. 24 տարի հավաքի համար նստել է։ 24 سال برای ایمان در زندان نشسته. Շատ ծանր միջավայրի մեջ, در Սիբիր։ خیلی وضع خیلی اسفناکی بوده. Երբ որ ինքը արձակվել է, ինքը մի 10 տարի առաջ է ընջել։ وقتی خود آزاد شده 10 سال پیش فوت کرده. Ինքը տրամվայով այդպես տեղա գնալուց լիներ با تراموا جا میرفته եւ իրան մոտեցել է մի մարդ։ بهش یه آدمی نزدیک شده بهش. Ասել է դու Վիկտոր Բելիխն ես։ گفته تو ویکتور برلیخ هستی؟ Այո, ասել է։ بله گفته منم. Ասում է գիտես, երբ որ քեզ բռնում էին, այդ դոկումենտները ես էի հեսա սարքում, որ քեզ բռնեին։ وقتی تو رو میخواستن گرفتار کنن من این چیزا رو کارنامه رو من درست میکردم. Երբ որ քեզ այդքան տարիներ տվել են, դու տաժանագիր նստել ես, դրա հեղինակը ես եմ, այդ դոկումենտները ես եմ տալու։ اون چند سالهای طولانی که تو نشسته بودی همین کارنامه رو اینجا من درست کردم. Եվ այդ անձնավորությունը նայելով Վիկտոր Բելիխին այսպիսի արտահայտություն արել։ و این نفر به برلیخ ویکتور برلیخ نگاه کرده و اینطور گفته Դու ուժեղ մարդ ես։ تو آدم قوی هستی، زورمند هستی. Ես տեսնում եմ, որ քո սիրտը մաքուր է։ میبینم که دل تو تمیزه. Դու ինձ կներես։ تو منو میبخشی. Եվ Բելիխ եղբայրը նայելով այդ մարդուն ասում է, ես քեզ շուտ բանից եմ ներել։ و برلیخ برادر نگاه میکنه من از خیلی وقت پیش من تو رو بخشیدم. Ով կարող է այդպես անել։ کی میتونه اینطور بکنه؟ Եթե մեզ մեր տներից, մեր կանանցից, երեխաներից հեռացնեն եւ տանեն Սիբիրի ցրտին այդպես բանտերի մեջ դնեն։ ولی من رو تعبید کنن از خونه از کاشانه ما بیرون بکنن ما چیکار میکنیم؟ Մենք ինչ կանենք այդ մարդկանց։ ما چیکار میکنیم به این مردمان؟ Միայն մաքուր սիրտ ունեցողը կարող է ներել։ فقط اونا که دل تمیز دارن اونا میتونن Եթե ուզում ես երջանիկ ապրել, ունեցի մաքուր սիրտ։ خوشحال باشی خوب زندگی کنی باید دل تمیز داشته باشی. Եթե դու չար սուրտ ունես, դու ուրախ չես լինի اگه երբեք։ دل شهید داشته باشی خوشحال نمیشی. Դու քեզ հալատողին միշտ էլ մտածելու ես իրանել վիրավորել։ اون که تو رو رنج میده تو میخوای اونا رو رنج بدی Հակահարված տար այդ մարդուն։ که تلافی بکنی Դու նրան ասելու ես քո սիրտը։ که تو دل به دل خودت زیان میآوری.
Դու միշտ մտածելու ես վրեժխնդիր լինել։ همیشه تو انتقامجوی میشی. Ուրեմն փոխիր ես քո սիրտը։ امروز دلت را عوض کن. Հոժարվի որ Աստված մոտենա քեզ եւ փոխի քո սիրտը։ تو موفق تو بده که روح القدس دلت را عوض بکنه. Մի հատ հասարակ ատամը պլոմ են անում 10000 փող են վերցում։ وقتی یه دندون معمولی را پلم میکنن 10,000 درم پول برمیدارن. Սիրտը օպերացիա են անում 1 միլիոն փող են վերցում։ دل را جراحی میکنن 1 میلیون برمیدارن. Իսկ Աստված եթե այսօր քո սիրտը դու հոժարես բժշկելու, փոխելու, նա ձրի անելու։ حالا امروز اگر تو قبول کنی که خدا دلت را شفا بده Փոխված սրտով դու երջանիկ ես ապրել։ مرجانی میکنه و با این دل تو خوشبخت میشی. Սիրելու ես քո ընտանիքին, خانواده رو دوست داشته باش անկեղծ ձևով, بدون تزویر. քո երեխային, քո կնոջը, زن و بچه تو دوست քո میداری. ծնողներին եւ քո հարազատներին։ فرزندان و Ամ շահախնդիր ձևով ես սիրել։ نزدیکان و خویشان دوست میداری. Փոխված սրտով ես սիրելու։ با دل عوض شده میتونی این کار Եվ رو դու ինքդ զարմանալու ես, و خودت تعجب میکنی որտեղից քեզ այդքան ներում, از تو به کجا پیدا شدی اینقدر بخشش بخشنده որտեղից քեզ այդքան սեր, որ դու կարողանում ես քեզ վիրավորողին սիրել։ که اون که تو را عصبانی میکرد مثلا زیان میورد تو اونا دوست داری. Դրա համար Դավիթն ասում է, քո Սուրբ ոգին ընձնից միա։ برای اینکه داوود برای همین میگه که روح قدس تو از من نگیر. Այսինքն, ասում է Դավիթը, իմ սրտի մեջ լավ բաներ չկա, ես ուզում եմ փոխված սրտով ապրեմ, یعنی داوید اعتراف میکرد که در دل من چیزهای خوبی نیست. որտեղ մարդուն փորձանքի մեջ գտողը չար սիրտն է։ برای اینکه این دل شریر انسان رو در تجربیت بد میندازه. Իսկ մեր աշխարհը լիքն է չարության։ ولی این در این دنیا Ինչի այսօր ազգերը ազգերի չեն սիրում։ چرا امروز ملت دوست نداره؟ Ինչի հարևանը հարևանին չի սիրում։ برای چه همسایه رو دوست نداره؟ Եղբայրը եղբորը չի սիրում։ برادر رو دوست نداره. Ինչի, برای چی؟ որտեղ պատասխանը մեկն է, جواب یکیست չար սիրտ ունի։ که دل شریر داره. Սիրտը պահպանել է պետք ամեն տասյակ չարությունով։ Սատանան հարձակվում է մեր սրտի վրա։ دل رو باید نگاه داریم که شیطان حمله نکنه به دل. Ուզում է այնտեղ դառնություններ که در اونجا تلخی ایجاد بکنه. զգուշ լինենք։ باید مواظب باشیم. Մնացած կյանքը ապրենք Սուրբ Հոգու հետ։ بقیه زندگیمون با روح القدس زندگی Եվ նախանձախնդիր լինենք Սուրբ Հոգով լցվելու։ و غیور باشیم که با روح القدس باشیم. Անցած 3 շաբթի օրեր նախանցած ավել ճիշտ չէ։ Արմեն ախպետ։ Նախանցած։ Մենք Արմեն ախպոր հետ պաշտամունք էինք։ سه شنبه گذشته که با برادر آرمان در عبادت بودیم Բավական նորեր էին հավաքվել։ خیلی مردمان جدید اومده بودن تو Երբ որ մենք Սուրբ Հոգու մասին խոսացինք, وقتی درباره روح القدس صحبت کردیم մարդիկ կոչին հրավերին տեղ տվեցին, و مردم به این دعوت ما առաջ եկան եւ մենք աղոտ կարեցինք։ جلو اومدن و ما دعا کردیم Եվ երկու հոգու Սուրբ Հոգով و մկրտվեցին։ 2 نفر با روح القدس تعمیر یافتند. Նրանց ուրախությանը չափ չկար։ خوشی اونا حد و مرزی نداشت. Նրանք դարձել էին նոր մարդ։ اونا مردمان تازه شده بودن. Արդեն նոր աչքեր ունեին։ یعنی چشمان نوعی داشتن Մարդկանց տեսնում էին որպես աղավնիներ, و مردم مثل کبوتران بیگناه میدیدن. բայց մարդը որ չունի մաքուր աչքեր, մարդկանց տեսնում է որ ագրավներ։ ولی کسی که روح القدس نداره و دل تازه نداره مردمان مثل کلاغ میبینه. Եվ իրանք վկայությունն էր, որ իրանք իրոք ուրախ էին այդ պահի մեջ։ و اونا شهادت دادن که خیلی خوشحال Ու بودن. Աստված օրհնի, որպեսզի մեր կյանքը փոխվի, که փոխվելով մեր زندگی عوض կյանքը, بشه մեր սիրտը առաջինը պետք է փոխվի։ اول دل ما عوض بشه. Աստված օրհնի, خدا برکت بده.